Դիանա Գրիգորյանի «Գոյամարտ» սերիալը շարունակում է մնալ ամենալարված ու քննարկվող նախագծերից մեկը, և վերջին զարգացումները հստակ ցույց են տալիս, որ պատմությունը մտնում է մի նոր, շատ ավելի խոր ու ցավոտ փուլ։ Դավիթ պապի կողմից բողոքը հետ վերցնելն առաջին հայացքից կարող է թվալ որպես խաղաղության քայլ, բայց իրականում դա ունի շատ ավելի բարդ և ծանր հետևանքներ։ Սա նշանակում է, որ արդարադատությունը ժամանակավորապես հետ է մղվում հանուն ընտանիքի, հանուն Դավիթի կյանքի, բայց նման որոշումները երբեք չեն անցնում առանց հետք թողնելու։ Դավիթ պապը ներսում կրում է ծանր բեռ, իմանալով, որ ազատության մեջ է մարդն, ով կրակել է իր թոռան վրա։ Եվ հենց այդ որոշման արդյունքն է, որ Գրիշոն հայտնվում է ազատության մեջ։ Սա սյուժեի ամենաբարդ շրջադարձերից մեկն է։ Գրիշոն ազատություն ստանալուց հետո չի փորձում փախչել, չի փորձում թաքնվել։ Նրա առաջին քայլը շատ խոսուն է. նա գնում է Մանանի մոտ։ Սա ցույց է տալիս, որ նրա համար ամենակարևորն այժմ ոչ թե վրեժն է, ոչ թե պայքարը, այլ Մանան է։ Եվ հենց այստեղ է բացվում սերիալի ամենաուժեղ հուզական գիծը. Գրիշոն խոստովանում է իր սերը։ Սա պարզապես խոսքեր չեն, սա կերպարի ամբողջական փոփոխության արտահայտությունն է։ Այն մարդն, ով մինչև այժմ առաջնորդվում էր ագրեսիայով, ուժով և հպարտությամբ, հիմա բացվում է, խոցելի է դառնում, ընդունում է իր զգացմունքները։ Բայց այդ սիրո պատմությունը հենց սկզբից դատապարտված է, որովհետև նրանց միջև կանգնած է անցյալը։ Գրիշոն կրակել է Դավիթի վրա։ Սա այն փաստն է, որը չի կարող մոռացվել կամ անտեսվել, անկախ նրանից, ինչ զգացմունքներ կան։ Այդ արարքը մնում է որպես ծանր ստվեր նրանց հարաբերության վրա։ Բայց սա դեռ ամենը չէ։ Ամենամեծ և ամենավտանգավոր ճշմարտությունն այն է, որ Գրիշոյի հայրը՝ Հունանը, սպանել է Մանանի հորը։ Սա արդեն ոչ թե պարզապես կոնֆլիկտ է, այլ ողբերգություն։ Սա նշանակում է, որ նրանց սերը կանգնած է երկու ընտանիքների արյունոտ պատմության վրա, և այսպիսի պատմություններում սերը հաճախ դառնում է ամենացավոտ բաներից մեկը։ Մանանի զգացմունքները նույնպես շատ բարդ են։ Սա անտարբեր չէ Գրիշոյի հանդեպ։ Նա զգում է, նրա սերը հասկանում է նրա փոփոխությունը, բայց չի կարող աչք փակել իրականության վրա։ Նրա ներսում պայքար է, սիրտը մի կողմում է, ընտանիքը և հիշողությունները մյուս։ Հրապարակված կադրերը, որտեղ Մանանը երևում է ճակատին վիրակապով, ավելացնում են նոր ինտրիգ։ Սա նշանակում է, որ ինչ-որ բան է տեղի ունեցել։ Հնարավոր տարբերակները շատ են։ Գուցե դա կապված է Գրիշոյի հետ հանդիպման հետ, գուցե նա հայտնվել է վտանգավոր իրավիճակում, կամ նույնիսկ փորձել է պաշտպանել իրեն կամ մեկ ուրիշին։ Բայց մի բան հստակ է՝ Մանանի կյանքը կրկին վտանգի տակ է հայտնվել։ Այս զարգացումը կարող է դառնալ շրջադարձային։ Եթե պարզվի, որ նրա վնասվածքը կապված է Գրիշոյի հետ, ապա դա կարող է վերջնականապես կոտրել նրանց հարաբերությունը, իսկ եթե հակառակը՝ Գրիշոն փորձել է պաշտպանել նրան, ապա դա կարող է ավելի խորացնել նրանց կապը։ Սերիալն այստեղ շատ նուրբ ձևով խաղում է զգացմունքների վրա։ Սերը և մեղքը խառնվում են իրար, հարաբերությունները դառնում ավելի բարդ, քան երբևէ։ Լեոյի համար այս ամենը նույնպես մեծ հարված է։ Նա չի կարող ընդունել Գրիշոյին, անկախ նրանից, թե ինչ է զգում Մանանը։ Նրա համար Գրիշոն մնում է մարդ, ով վնասել է իր ընտանիքին։ Դավիթի գիծը նույնպես այստեղ կարևոր է։ Նրա վերականգնումը կարող է փոխել իրավիճակը։ Եթե նա ամբողջությամբ ոտքի կանգնի, ապա նրա խոսքը կարող է որոշիչ լինել ինչպես Գրիշոյի, այնպես էլ Մանանի համար։ Հունանի ստվերն այս ամենի վրա շարունակում է մնալ ծանր։ Նրա անցյալի գործողությունները շարունակում են ազդել իր երեխաների կյանքի վրա։ Գոյամարտն այս փուլում դառնում է իրական ողբերգական սիրո պատմություն, որտեղ կա սեր, բայց այն լի է ցավով, որտեղ կա հույս, բայց այն մշտապես վտանգված է։ Առաջիկա սերիաները խոստանում են բացահայտել ինչ է տեղի ունեցել Մանանի հետ, կշարունակվի արդյոք նրա հարաբերությունը Գրիշոյի հետ, ինչպես կարձագանքեն Լեոն և Դավիթը, և արդյոք հնարավոր է այս սիրո համար որևէ ապագա։ Մի բան արդեն պարզ է՝ Գոյամարտում սերը հեշտ ճանապարհ չի ընտրում, այն միշտ անցնում է ամենադժվար փորձությունների միջով։ Իսկ մինչ կբացահայտվեն այս և այլ շատ հետաքրքիր գաղտնիքներ, չմոռանաք բաժանորդագրվել մեր ալիքին, որպեսզի տեղեկացված լինեք շոու-բիզնեսյան անցուդարձի, նոր հեռուստասերիալների, հեռուստասերիալներում կատարվող փոփոխությունների մասին, և ոչ միայն չմոռանաք նաև տեսանյութի մեկնաբանություններ բաժնում գրել, թե ինչ եք կարծում, ինչ է կատարվել Մանանի հետ և ինչու է նա վիրակապերով։
Իսկ հեռուստասերիալում իսկապես իրավիճակն էլ ավելի է լարվում ու էլ ավելի հետաքրքիր է դառնում։ Թե ինչ է տեղի ունենում հետագա սերիալներում եւ ինչ է կատարվում Մանանի հետ, կիմանաք շատ շուտով։ Այո, Դավիթ պապը բողոքը հետ է վերցնում, քանի որ նա խոստացել էր, որ Դավիթի վիրահատությունից անմիջապես հետո կանի այդ քայլը, բայց նրա խիղճը ծանր է։ Արդյոք պետք էր Գրիշոյին բաց թողնել։ Գրիշոյին բաց թողնելով նրանց ընտանիքում խնդիրներն ավելի են խորանում, քանի որ Գրիշոն չի պատրաստվում Մանանին հանգիստ թողնել։ Մանանն էլ բնականաբար անտարբեր չէ Գրիշոյի հանդեպ, բայց նրանց սերը շատ շուտով փորձությունների է ենթարկվելու, քանի որ նրանք ստիպված են անցնել դժվարությունների միջով պայքարել իրենց սիրո համար։ Նրանք այդքան էլ հեշտ միասին չեն լինի, քանի որ Մանանի հորը սպանել է Գրիշոյի հայրը, իսկ Գրիշոն կրակել Մանանի եղբոր վրա։ Այս երկու ընտանիքներն իրար տանել չեն կարողանում։ Երբ սրան էլ գումարում ես Ավոյի արածները, բնականաբար նրանց սերը դառնում է անհնարին։